Գաղտնիք չէ, որ քաղաքական գործի հիմնական առաքելությունը իրավիճակի վերլուծությունն է, եւ եթե իրավիճակը տագնապալի է, կամ նույնիսկ եթե տագնապալի չէ, բայց ըստ այդ քաղաքական գործի, քաղաքական կազմակերպության կան անհրաժեշտ քայլեր, ապա առաջարկի այդ քայլերը, իսկ եթե ունի իշխանական լծակներ, իրականացնի դրանք։ Միայն չափազանց հիվանդագին լավատեսը կարող է այսօր մեր վիճակը այնպեսին գնահատել, որ համարի, որ մենք մտահոգվելու ոչինչ չունենք, Հայաստանը շատ ծանր ճգնաժամային վիճակում է, ես նույնիսկ համեմատության համար ասել եմ երբեմն, որ մենք այսօր ավելի ծանր վիճակում ենք, քան ցեղասպանությունից առաջ։ Եղել են ժամանակակից կարևորագույն իրադարձությունների գնահատականներ մեր կողմից, իսկ վերջերս ընդամենը 2 շաբաթ առաջ մենք հանդես եկանք հայտարարությամբ, որով իրավիճակը շտկելու ճանապարհը համարում էինք Հայաստանի իշխանությունների շուտապույտ հրաժարականը եւ Հայաստանի քաղաքական արտաքին քաղաքականության վերաբերող հարցերում արմատական փոփոխությունների կատարումը եւ վերադարձը դեպի Եվրոպական միություն։ Քանի որ մեր հայտարարությունը ուղղակի հայտարարություն էր, անկասկած մենք համոզված ենք, որ այն ներկայացված է նաեւ նախագահին, այսօր մենք նախագահին փոխանցեցինք ուղղակի ուղերձ։ Այդ ուղերձում նախագահին կոչ է արվում ելնելով ազգի եւ Հայաստանի շահերից ուղղակի հրաժարական տալ, հրաժարվել նախագահի աթոռից։ Մենք վկայակոչում ենք 1998 թվականի նախագահի հրաժարականը, երբ ավելի մեղմ պայմաններում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը հրաժարական տվեց, եւ այսօր նույնը առաջարկում ենք իրեն, որովհետեւ նամակը գրված է բարեկամական շնչով եւ մենք այստեղ որևէ անձնական կամ նաեւ քաղաքական լուրջ հակակրանք չենք դրսևորում, ընդհանրապես խոսում ենք, արձանագրում ենք իրավիճակը, իսկ իրավիճակն այնպեսին է, որ աշխարհի որևէ երկրում որևէ քաղաքական ուժ այս պայմաններում պիտի հրաժարական տար, նշում ենք ձախողումները, ի վերջո անդրադառնում ենք այն հանգամանքին, որ այդ ձախողումները այնքան ակնհայտ են, որ չնկատել դրանք ուղղակի հնարավոր չէ։ Դեռևս ամիսներ առաջ մենք շատ հստակ բանաձև էինք տվել, որ Եվրոպայի համար մեզ փչացրին, իսկ իրենց կազմն էլ չեն վերցնելու։ Դա տեղի ունեցավ։ Դա այսօր հնարված բան չէ, մենք ասել ենք, կրկնում եմ, մոտ 3 ամիս առաջ։ Հիմա մեզ մխիթարում են նրանով, որ իբրև թե պիտի Եվրոպական միությունից հրաժարվելու ճանապարհով Եվրասիական տնտեսական միավորմանը կամ Մաքսային միություն կոչվածին միանալով մեր վիճակը բարելավենք, բայց շատ ակնհայտ է, չէ, քաղաքացիները տեսնում են, որ ամեն մարդ զգում է արդեն անձամբ է զգում, որ ամեն ինչ դեպի վատն է գնում, մանավանդ եթե Մաքսային միության կանոնները Հայաստանը որդեգրի, ապա ապրանքների գները շեշտակի պիտի բարձրանան, այդպես ասում են բոլոր մասնագետները, Հայաստանում գազը մի քանի անգամ ավելի թանկ է, քան աշխարհի միջինը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ գազի 1000 խորանարդ մետր գազը արժի $140, կարող եք ինքներդ համեմատել։ Հայաստանը վերջերս ականատես եղավ նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը, այս ինչ վիճակի բարելավում է, որը ոչ մի ոլորտում, որևէ ոլորտում դրական տեղաշարժ չի արձանագրում։ Եվ բացի այդ, ամենավտանգավորը, որ վերջերս տեղի ունեցավ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը օրերս որոշում ընդունեց, որտեղ ոչ անուղղակիորեն, ուղղակիորեն իր պաշտպանության տակ առավ նաև դիկտատորական Ադրբեջանին, սակայն Հայաստանի մասին լռություն, այսինքն Հայաստանը հայտնվել է ամենաանբարենպաստ վիճակում եւ այդ ամենը մեկ պատճառով Հայաստանը որդեգրել էր 91 թվականի անկախության հանրաքվեին համապատասխանող ուղղություն, ազատ ժողովրդավարական Հայաստան, եվրոպական արժեքային համակարգ, սեպտեմբերին դրանից հրաժարվեց եւ դրանից հետո մեզ միայն վատն ու բացասականն է սպասվում։ Ուղղելու համար պետք է հանրապետության նախագահը հավաքի իր կուսակիցներին, մի բարձր ժողով գումարի, վեհաժողով գումարի, հայտարարի, որ մենք ձախողվել ենք, ինչը շատ ակնհայտ է, ավելի քան ակնհայտ է, այնուհետև ասի, գիտեք, այս պայմաններում ես գիտեմ ինչ պիտի արվի, բայց իմ կողմից այդ բանն անելն արդեն ուղղակի գեղեցիկ չի լինի, չեմ ասում բարոյական չի լինի, ես պետք է ձեր համաձայնությամբ
վարչապետի նշանակում կատարեմ, ազգային ժողովի նախագահի նշանակում կատարել չեմ կարող, վարչապետի նշանակում կատարեմ, ես հրաժարական տամ, հրաժարական տա նաև մեր ազգային ժողովի նախագահը, այդ նոր վարչապետը եվրոպական կողմնորոշմամբ վարչապետը հայտարարի, որ որդեգրում ենք այն ուղեգիծը, որ որդեգրած ենք եղել վերջին 20 տարիների ընթացքում մերձենալ Եվրոպային, վերականգնում ենք բոլոր բանակցությունները, ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից, իմ կուսակիցներից, իմ սխալ կողմնորոշման համար, մարդը սխալական է, կարող է նաև սխալներ թույլ տալ, բայց վտանգավոր է այն մարդը, որ սխալները տեսնելով հանդերձ շարունակում է սխալ գիծը։ Այնուհետև հրավիրել եվրոպական եւ ընդհանրապես աշխարհի դիվանագիտական ներկայացուցիչներին հրավիրի եւ նրանց նույնպես տեղեկացնել, որ ինքը հրաժարական է տալիս զուտ քաղաքական պատճառով եւ ի տարբերություն 98 թվականի այդպես նեղացած աննպատակ հրաժարականի, այստեղ հրաժարական ունի նպատակաուղղվածություն, Հայաստանը պետք է վերադառնա դեպի եվրոպական կողմնորոշում, Ռուսաստանի հետ պահպանելով հավասարակշռված քաղաքականություն, բարի դրացիական հեքիաթ է, դրան չհավատանք։ Իդեպ ես խոսում եմ վիճակի վատթարացման մասին, մոռացա նշել հատկապես այն իրողությունը, որ հայ-ադրբեջանական սահմանում վիճակը շեշտակի վատացել է եւ այնտեղ սադրանքներ են իրականացում, ավելի մեծ չափի սադրանքներ են իրականացում նույն Ռուսաստանի մեր ճակերտավոր բարեկամ Ռուսաստանի տված զենքի օգնությամբ։ Իրավիճակն այնքան հստակ է, որ երկար խոսելու անհրաժեշտություն էլ չկա։ Ամեն բանական մարդ գիտակցում է։ Բայց այս դեպքում խնդիրն այն է, որ վարչապետ նշանակելիս, նոր վարչապետ նշանակելիս պետք է հստակ լինի, որ այդ վարչապետը ունի եվրոպական կողմնորոշում, պետք է նաև հստակ լինի, որ այդ վարչապետը քաղաքական ուժի ներկայացուցիչ է եւ պատրաստ է աշխատել։ Այսօր մենք քաղաքական ուժերի հետ հարցը քննարկելու մասին, ինչպես նկատում եք, չենք էլ խոսում, որովհետև Հայաստանի քաղաքական ուժերը բոլորը առանց բացառության բոլորը ժամանակին նրանց ղեկավարները հավաքագրված են KGB-ի կողմից։ KGB-ն չէր հավաքագրում 1-2 հոգու։ Ես վերջերս Վրաստանի կարևոր պատասխանատու քաղաքական գործչի հետ էի խոսում, ազգային դեմոկրատական կուսակցության ղեկավարի, պատմում է, որ երբ իրավիճակը բարելավել է, իրեն հստակ ասել են, հավաքագրված էր Վրաստանի չափված բնակչությունն ամբողջությամբ։ Այնպես չի, որ չէին հավաքագրված միայն նրանք, ովքեր որ առանց հավաքագրվելու ավելի ազդեցիկ գործակալներ էին, այսինքն ազդեցության գործակալներ էին։ Նույնը ցավոք սրտի մենք տեսնում ենք տեղի ունեցել Հայաստանում, ժողովրդի մեջ հսկայական զանգված են կազմում եվրոպական կողմնորոշման մարդիկ, բայց քաղաքական ուժերը բացի այմից քաղաքական ուժերը որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չձեռնարկեցին։ Ուրիշների արած քայլերին էլ չմիացան։ Ուրեմն այստեղ ես այն միամիտներից չեմ, որ հավատա, որ միաձայն 100%-ով KGB-ի գործակալական ցանց դարձած հանրապետական կուսակցությունը, իրենք KGB-ի գործակալական ցանց դառնալու մի հասարակ բանաձև կա։ Մաքսային միությանը կողմ ես, ուրեմն KGB-ի գործակալ ես։ Ուրեմն նրանք 100%-ով կողմ են քվարկել Մաքսային միությանը։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ 100%-ով կողմ քվարկածները պիտի միասին ինչ-որ որոշում ընդունեն, բայց քանի որ այդ կուսակցություններում, այդպիսի կուսակցություններում կա դիկտատորական կարգ, KGB-ն սիրում է, որ իր ասածը հստակ կատարվի։ Դրա համար ուշադիր եղեք, ոչ մի քննարկում տեղի չունենում որևէ կուսակցությունում։ Լինում են ձևական ժողովներ, ղեկավարը ներկայացնում է եւ հրամանը կատարվում։ Այս դեպքում իմ միակ հույսն այն է, որ Սերժ Սարգսյանը տեսնելով, որ Հայաստանը գնում է դեպի կործանում, դրանից ելնելով ինքը անհատական քայլ կարող է կատարել եւ իր այդ դիկտատորական մենաշնորհը կարող է ինչ-որ պահի օգտագործել։ Վտանգներից ես պիտի նշեմ նաեւ այն, որ այսօր աշխարհի կողմից Պուտինյան Ռուսաստանը ընկալվում է որպես չարիք, ամբողջ աշխարհը շատ հանդարտ, բայց շատ հետևողական պայքար է սկսել այդ չարիքի դեմ եւ այդ չարիքի աջակիցները նույնպես պիտի ծանր պատժի արժանանան։ Եթե Ռուսաստանը ինչ-որ տարածքներ կկորցնի, ինչ-որ չափով կմասնատվի, բայց կմնա Ռուսաստան, ապա Հայաստանը կարող է կորցնել ամեն ինչ։ Եվ եթե Սերժ Սարգսյանը չորոշի հրաժարական տալ հօգուտ եվրոպական կողմնորոշման քաղաքական գործի, ապա կարող է վաղը ստիպված լինել ողջ երկիրը հանձնել Հայաստանը բռնազավթած ադրբեջանա-թուրքական ուժերի բարեհաճությանը, այսինքն թողնել ամբողջ երկիրը, ասել հանձնվում ենք նրանց բարեհաճությանը։ Այդպիսի հող արդեն նախապատրաստված է։ Մի բան էլ կա, որի մասին պիտի խոսեմ, վտանգներից։ Հայաստանը առ այսօր երկկողմանի է շրջափակված, շատ շուտով
Վրաստանի կողմից նույնպես շրջափակման կենթարկվի քաղաքակիրթ ձևով իհարկե մաքսատուրքերի հսկայական աճի եւ Վրաստանում կատարվող տարանցիկ փոխանցումների հսկայական գնաճի պատճառով։ Հայաստանում վիճակը իսկապես օրհասական է, բթամիտ պիտի լինել այս ամենը չտեսնելու համար եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության նախագահը պիտի ինչ-որ քայլ կատարի։ Իսկ նախագահի կատարելի քայլը անմիջապես հրաժարականն է։ Այս 40 օրվա ընթացքում իշխանության եկած կարող վարչապետը, նախագահային փոխարինող վարչապետը մինչև նոր նախագահական ընտրությունները կարող է գոնե աշխարհին ցույց տալ, որ մենք մեր առողջ բանականությունը չենք կորցրել, արժանի ենք նաև փոքրի շատ ուշադրության եւ ոչ թե արամարանքի, այն դեպքում երբ դիկտատորական Ադրբեջանը արժանանում է ամերիկյան ոչ թե նախագահ, այլ սենատի աջակցությանը, դա սարսափելի բան է։ Նախագահը անհատ է, կարող է սխալվել, վաղը կարող են իրեն կարգի հրավիրել, բայց երբ սենատն է այդպիսի որոշում ընդունում, դա իսկապես շատ վտանգավոր է։ Հիմնականում այս է որ կուզեի ասել, մնացյալ բոլոր հարցերը երկրորդական են այսօր։ Ճշտող հարց է 40-օրյա ժամկետ եք տվել, հա՞։ Չէ, 40-օրյա ժամկետը վերաբերում է նախագահի հրաժարականից հետո, նախագահի պաշտոնակատար դարձող անձը ունի 40 օր այո սահմանադրությամբ։ Չէ, որքան է։ Չէ, մենք այսօր դիմումը տվել ենք, վաղը կարող է պատասխանել կամ կարող է մի երկու օր մտածել, հետո պատասխանել կամ չպատասխանել։ Իրեն մենք ժամանակ տալու որևէ իրավական հնարավորություն չունենք։ Իսկ որքանով եք դուք հավանական համարում, որ կլինի դրական պատասխանատվություն։ Անհատական պատասխանատվության զգացումը Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի գիտակցումը։ Դա է մեր միակ հույսը։ Իսկ մնացյալը, եթե քրեական օլիգարխիկ մտածողության հետ գործ ունենք, ապա ոչինչ պատասխան սպասել պետք չի։ Ցավոք սրտի մենք պիտի արդեն համակերպենք, որ մենք կործանվող ազգ ենք։ Եվ իսկապես արժանի չի, որ այսպեսի ազգ ապրի աշխարհի երեսին։ Եկեք թուրքերին մի մեղադրեք։ Մի հատ աստծո դիրքերից նայեք։ Այսպեսի ստրուկների հավաքականությունը իրավունք ունի ապրելու։ Ում է պետք է աղբը։ Եթե հանդուրժում է այսպեսի քաղաքականություն, ինչի պիտի ապրի։ Ու Աստված չի շնելու մեզ կոտորի, պիտի թուրքի ձեռքին ձեռք տա, կա չէ այդպեսի տեսություն։ Թուրք Քրիստոսի։ Հայեր, ձեզ ապի կարեք, պահում մոռացել եք Աստծուն, պիտի պատժվեք։ Հիմա էլ այնպես որ ես շատ դաժան բան եմ ասում, բայց այդ դաժան բանը կանխելու միակ հնարավորությունն այն է, որ մենք ազգովի ոտքի կանգնենք։ Ազգովի ոտքի չենք կանգնում։ Տեսեք, 5 դրամի համար ոտքի են կանգնում, իրենց երեխաների կորստյան համար ոտքի չեն կանգնում։ Այ ասում է եկեք ցույցի դուրս գանք, ասում են մենք էլ ենք Եվրոպական միությանը կողմ։ Այ դուրս է գալիս 100 դրոշով, իրենք գրում են 3 դրոշ էր դուրս եկել, 3 հոգի էր, բայց իրենք չեն միանում։ Իրենք չեն միանում, իսկ հայ ժողովրդի առողջ դրսևորումներն էլ համարում են փորձում են ընդհանրապես արամարելի դարձնել։ Այնպես որ այսօր նախագահը որպես անհատ միայն, որպես հայ մարդ, որի խղճում կարող է ինչ-որ վարքյան ինչ-որ բան զարթնել։ Ինձ մոտ եղել է այս քննության ամենածանր պահին, հիմա գիրք եմ գրում, իմ բանտերում կոչվում է իմ բանտերը։ Այնտեղ ներկայացնում եմ դրվագ, երբ KGB-ի գնդապետին գրում կարճ գրություն, եւ ինքը կես ժամ շոկի մեջ է, որովհետեւ հանկարծ մտածում է թե գրածը ինչքան ճշմարիտ է։ Նույնը կարող է լինել այսօր, վաղը Սերժ Սարգսյանը մտածի, ախր այն ինչ որ Հայրիկյանն ասում է, այն ինչ որ ԱԻՄ-ն ասում է, ճիշտ է, չէ։ Մենք ամենածանր կորուստների կարող ենք ենթարկվել առաջիկա ժամանակներում։ Իսկ ելքը ո՞րն է։ Ես հիմա ելքը առաջարկում եմ, այդ աթոռը հավերժ քեզ հետ չի լինելու։ Մանավանդ եթե մեր շնորհիվ հրեշտակները բարեհաճ դառնան, վաղը կարող է հանկարծամահ լինես։ Արի այսօր մի բարի քայլ արա։ Դու ընդունակ չես անելու, վախենում ես, անելու պատրաստ մարդիկ կան ու գիտեն ինչ պիտի անեն։ Ես իմ նամակում հատկապես գրել եմ. KGB-ն ձեզ չէր պատրաստում անկախ Հայաստանի համար։ Քեզ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ռուսական իմպերիալիզմը ժամանակին նախապատրաստել է իմպերիալիզմին ծառայելու համար։ Իսկ ինձ Հայկաց Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը պատրաստում էին անկախ Հայաստանի համար։ Ես իմ մարդկանց պատրաստում եմ անկախ Հայաստանի համար։ Հիմա ձեզ պատրաստել էին ռուսական իմպերիալիզմի համար, ձեր դերը կատարում եք, բայց ռուսական իմպերիալիզմը ձեր կործանումն է, նաև ձեր երեխաների։ Ուրեմն պիտի մի բան մտածեք, դա է միակ հույսը։ Ամենքում մեզանում բավական այսպես բոլորս էլ սպասում ենք աշնանը ինչ-որ նոր զարգացումներ պիտի լինեն ու շատ թեժ է լինելու ըստ խոստումների։ Կան նախագծներ, որ իրապես թեժ է լինելու ասում։ Իհարկե, կարող է թեժ լինել, պայքարենք տրանսպորտի փոխադրամիջոցի վճարի համար կարևոր է, պայքարենք գազի գնի համար կարևոր է, պայքարենք էլեկտրաէներգիայի գների, սակագների նվազեցման համար։ Այդ բնույթի թեժություն KGB-ն թույլատրել է, բայց հայրենիքի համար պայքարել, ազգի ապագայի համար պայքարել, բայց պայքարել այնպիսի բանի համար, որ մեր ազգը լինի ճակատագրի տերը, պայքարել Հայրիկյանի ներկայացրած բացարձակ ժողովրդավարության համար, դա չէ, դա կարևոր չի, որովհետև դա KGB-ի
թույլ տված շրջանակներից դուրս է, ռուսական իմպերիալիզմի շրջանակներից դուրս է։ Պայքարել Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ, բայց երբեք չխոսել Ռուսաստանի մասին։ Այդ այն ինչ որ խոսում են կուսակցությունները, այդ քարյակին մի հատ տեսեք։ Ուր է այդ քարյակը։ Ազգը կործանվում է, քարյակը ինչ է ստեղծել հրաշալի քարյակ։ Ազգը կործանվում է, ուր են։ Այդ եթե վիճակը լավ է, հանգիստ գնացեք ձեզ համար ապրեք։ Եթե վիճակը վատ է, ինչ եք հետաձգում 2 ամիս։ Իրենք զբաղված են մարդկանց բթացնելու, թմրացնելու աշխատանքներով։ Իսկ մեր խնդիրն է, դե իրենք ով են ախր։ Եթե պայքարելու փուլ կար, ամենավճռական փուլը Հայաստանը անկախ չէր, իրենք անկախության պայքարին չէին միանում։ Ամենակարևոր բանը անկախությունն է, չէ՞ որ բոլորը դա են ասում։ Բայց անկախության պայքարում չկայիք, մենք էինք։ Մենք բարի ամեն տառը ստույգ նշելու իմաստով։ Տառացիորեն մենք էինք։ Այն ժամանակ չկային, հիմա էլ նույն անկախության հարցները իրենք չկան։ Մտածում են փող շինելու մասին, քաղաքականությունը իրենց համար բիզնես է, բայց չեն հասկանում, որ այդ բիզնեսով դու նույնիսկ եթե վիճակը բարելավես, կործանվող Հայաստանում այդ բիզնեսը ոչինչ չարժի, ոչ մեկ այդ Մանթաշովից հարուստ չեք լինի։ Ուր է Մանթաշովի հարստությունը 0։ Որևէ բան ասել էր, լուրջ, կարևոր բան։ Ակնարկել էր, որ աշնանը քաղաքական ուժերի ճնշման տակ Սերժ Սարգսյանը հնարավոր է դառնա իրավասահմանապետական համակարգի գերեզմանատորը, այսինքն լուրջ բան ակնարկել էր։ Ինչի աշնանը եւ ոչ այսօր։ Եվ ինչ հիմքերով։ Մաքսային Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն թաղել է արդեն։ Բազմից է թաղել որպես քաղաքական գործիչ, բայց թաղել է նաեւ այն պայն, երբ ասեց Մաքսային միության միանալու գործընթացը անշրջելի է։ Ասել է թե չի ասել։ Հիմա չի կայացել այդ գործընթացը։ Այդ մարդը ո՞ն ինչ իրավունք ունի խոսելու այսօր ընդհանրապես քաղաքականությունից։ Ինքը վեր կացավ մերկապարանոց, ասեց Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ցավդ տանեմ Սերժ Սարգսյան, դու ամենաճիշտ գործիչն ես, Մաքսային միությունը լավ է սարել ընտրել ես, ու դա էլ անշրջելի է, ու պարզվեց, որ դա չկա։ Հիմա դա համարձակվում է դեռ խոսել, դու ամոթի մի նշույլ չունի, ստրատեգիական հարցում ինքը սխալվել է։ Հիմա վեր եք ենում կանխատեսումներ ամ, դու ինչ պիտի անես, պիտի սրանն անես փող մուրաս, որ փողով գործ անես, այդ չի իր ամբողջ կեցվածքը։ Ինքը KGB-ի համար 1 գործակալներից է։ KGB-ն իրեն պատրաստում էր Մատենադարանում եւ Էջմիածնում աշխատելու համար ընդհանրապես, որ իր մարդ ունենա։ Հետո այնպես ստացվեց, որ Հայրիկյանին արտաքսեցին իրեն ասացին ասպարեզ արագ զբաղեցրու։ Հայրիկյանն էլ ինչքան կարող ես փնովի։ Այդ եղել, նրա դերը դա եղել։ Ոչ թե Հայրիկյանին, այլ ինքնորոշման գաղափարը, ժողովրդավարությունը, անկախությունը, բազմակուսակցական Հայաստանը, ազգային բանակը, սահմանադրականությունը։ Հիմա էլ իր դրածոն, իր Գագիկ Հարությունյանը, պատկերացնում եք, հրապարակավ ասում է 98 թվականին ես սահմանադրական բարեփոխումների ղեկավարն էի։ Այսինքն ես չեմ եղել։ Ես էի գլխավորում այդ հանձնաժողովը, ես եմ նախաձեռնել, ես եմ կազմակերպել։ Այդ մարդը իմ կենթանության օրոք հրապարակավ ասում է, ես գլխավորում էի սահմանադրական բարեփոխումները։ Այդ են դրանք, KGB-ի գործակալներ, նրանց համար ոչ ճշմարտություն կա, ոչ ազգի ու հայրենիքի շահ։ Եկեք այսօր այսքանով ամփոփենք շատ։ Շտով հարցը եւ վերջացեք։ Այսինքն քարյակը ձեզ ամեն ինչ անում է, բոլոր քայլերը համաձայնեցված, պլանավորված իշխանությունների։ Նախ քարյակը որևէ քայլ չի անում, ասենք դրանից։ Նրա արած քայլերը կոսմետիկ քայլեր են։ Աշնանը կարող է նայել ընկնի այս ջերերը։ Հիմա ամեն մարդ հասկանում է, չէ՞ որ Եվրոպական միությունից հեռացումը գործանում է։ Վաղը կարող ասել մենք էլ ենք։ Արդեն չեք նկատել տարբեր այդպես կուսակցական գործիչներ մեկ էլ հայտարարում են, այո, միայն Եվրոպա։ Այ ողորմելի։ Դու ասում ես Մաքսային միություն, հիմա ինչ ես ասում։ Այո, միայն Եվրոպա։ Գոնե մի հատ ներողություն խնդրի։ Ասա մեր լռությունը, մեր համաձայնությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ սխալ էր։ Մենք սխալվել էինք։ Հիմա կողմնորոշվում ենք, ասում են, այնպես են խոսում, կարծես, այս Մաքսային միության ընթացքը չի եղել, Ռուսաստանի փառաբանումը, Պուտինի փառաբանումը չի եղել։ Դրանք, եթե ինչ-որ բան անեն, հերթական խաբեությամբ են զբաղվելու։ Այսօր արմատական քայլ պիտի արվի, ես քիչ հույս ունեմ, բայց իրավունք չունեի այս շանսը չտալ Սերժ Սարգսյանին, այս հնարավորությունը չտալու իրավունք չունեի։ Ես ուղղակի նամակում եմ նշում եմ, դու գիտես, որ ես շատ մեծ փորձ ունեմ, երբ ես զբաղված էի լուրջ ազգային քաղաքական գործունեությամբ, դու ընդամենը կոմունիստական տարբեր տեսակի ցածր մակարդակի գործիչների օգնական էիր։ Ես մեծ փորձ ունեմ, ու այսօր այդ փորձն եմ քեզ փոխանցում, ոչ թե հանուն քեզ, իհարկե նաև հանուն քեզ, այլ հանուն մեր ժողովրդի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։